Հաջորդիվ ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Տուգանքի մատերիալ, չեն հիշում որ Սաշիկների եւ մնացածների ջեբներ է թում այդ փողը, տուգանքի մատերիալ, բառը սովորել են մեզնից, ինչ պատե անպատե վաղտնում ասում են, խնդրեմ պարոն Կոնջորյան, համեցեք։ Պարոն Մինասյան, որ ասում եք քաղաքացին տուգանքի մատերիալ չի եւ քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ դուք եւ ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանը այդ քաղաքացիներին անվանում եք խորը անասուն։ Եվ այդ մարդկանց, երբ որ համարում եք խորը անասուն, չեք կարող հետո գալ եւ զբաղվել այդ մարդկանց շահերի պաշտպանությամբ։ Երբ որ այդ մարդկանց այդ նույն ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք այստեղ զբաղված։ Այո, վարչապետն ասել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Եվ վարչապետն ինչ է նկատի ունեցել, որ ստեղծվել է մի համակարգ, որտեղ որ այդ համակարգի նպատակը իրավախախտումը կանխելը չի, այդ համակարգի նպատակը տուգանքի միջոցով քաղաքացուց փող կամելն է։ Այսինքն վճարիր եւ խախտիր, վճարիր եւ խախտիր, վճարիր եւ խախտիր։ Սա է նկատի ունեցել վարչապետը, երբ որ ասել է քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Հիմա դուք եկել եք վարչապետին ցիտում եք, բայց եզրահանգումը էլի սուտ եք անում։ Չնայած ձեզանից չպետք է ակնկալել ուրիշ բան, ասենք ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք տերորիզմ եք պաշտպանում։ Ինչ ստախոսության մասին մենք պետք է բան անենք։ Պարոն Մինասյան, դες էլ եմ ասում, վարչապետն ասել է քաղաքացին տուգանքի մատերիալ չի, նկատի ունենալով, որ չպետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որ քաղաքացուն տանք հնարավորություն ասենք, ինչքան ուզում ես փողը տուր, խախտի, փողը տուր, խախտի։ Սա լրիվ ուրիշ բան է։ Այս նախագիծն ինչ է ասում։ Ասում է, որ այն քաղաքացին, ով չի վճարում, այո, նա կարող է տուգանվել։ Եվ այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը եւ նախատեսում է տուգանք օրինախախտման համար։ Եվ սա մեր հայեցակարգային քաղաքականությունն է, որովհետև այսպեսին պիտի լինի մեր հասարակական հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա տրանսպորտային համակարգն ու ռեֆորմները այն խոստման հետևանքն են վարչապետի, որը հնչել է, որ հուսահատության գազելներ Երևանում պետքա չլինեն, եւ այսօր Երևանում հուսահատության գազելներ չկան։ Իհարկե դուք ուզում եք Հայաստանը դարձնել մի հուսահատության գազել, հետո պայթացնեք այդ գազելը, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու։ Եվ այս նախագիծն էլ միտված է երևանցիների կյանքը ավելի լավը դարձնելու, որովհետև այն մարդիկ, ովքեր որ պարտաճանաչ վճարում են, նրանք արժանի են, որ իրենց նկատմամբ մենք ունենանք արդարացի վերաբերմունք։